Ժողովուրդ ջան, բարլուս ձեզ, ոնց եք, գնանք խանութ մի երկու բան առնենք, մի հատ համով լավ բան սարքենք ուտենք, շատ հետաքրքիր բան սարքենք ուտենք, իր անունն է ճաշճի, ինքը լինում է սենց կավե ամանների մեջ, պիթի են ասում, ճիշտ է էլի պիթի են ասում, ինքը շատ համով ճաշա լինում, փեջի մեջ է եփվում։ Սա այդ ամեն ինչը կանենք պրոցեսը ցույց կտանք։ Հիմա շարժվենք դեպի խանութ։ Այստեղ լավ մսի խանութ կա, հեսա մի հատ մտնենք այդտեղ, նայենք ինչ է։ Գնացինք խանութ։ Мсի խանութը։ Здесь который, да, вот это первый. Вот это первый кусок нормально. Արանք միսը։ Սա եթանք մնացածներն էլ առնենք ու գնանք սարքենք։ Այստեղ Սա ստոյից նայենք պերևս բան կա, վերցնենք ու շարժվենք։ Կա, սա վերցնենք։ Վերջել առանք։ Սյո վերցրեցինք ինչ պետք էր։ Գնանք պատրաստենք համով ուտելիք։ Մեր մոտ էլ է 2 օրա, 3 օրա անձրևներ ա գալի, շատ ուժեղ։ Այսօր առավոտը արև էր տալի, բայց փոխեց եղանակը, էլի անձրև։ Այսինքն պագոդա է մեր մոտ։ Նո, բայց լավ պագոդա է, սիրում եմ անձրևոտ եղանակը։ Հասանք արդեն։ Անձրև ա գալի հավեսով։ Ժողովուրդ ջան, հիմա մինչև մեր հացը, սա այդ ճաշը պատրաստելը, մենք պատրաստում ենք հիմա խմոր, պետք է ստանանք հացի լավ խմոր, որովհետև դա մեզի հետո պետք է գալու։ Հիմա առաջինը լցնում ենք 250 գրամ գոլ ջուր, 1.5 կթալ չայի կթալ դրոշ, որ լավ խմոր ստանանք։ Այսպես կարող անել, ահա։ Հիմա լցնելուց հետո մի քիչ խառնում ենք դրոշը, որ ինքը լուծվի ջրի մեջ։ Հետո լցնում ենք աղ, մի չայի կթալ ենք խառնում, ամեն բան լցնելուց մի հատ խառնում ենք, որ լրիվ լավ լինի։ Լցնում ենք պեսոկ, ճաշի կթալ, հերիքա, մի ճաշի կթալ է հերիքա։ Ես էլ ենք խառնում, ինքը դառնալու է լավ ընտիր խմոր։ Հիմա 3 ճաշի կթալ ձեթ ենք լցնում նորից։ 1, 2, 3։
Սա մեր պատրաստ։ Ձետն էլ արեցինք, հիմա մոտավորապես մի 400 գրամ ալուր եք լցնում այս ջրի մեջ, աշկաչափով ես արդեն կարամ լցնեմ։ Հիմա հերիք է։ Հիմա մենք խառնենք։ Կտենանք, եթե քիչ է լինում, մի քիչ է դավով կանենք, բայց ինձ թվում է քիչ չի լինի, որովհետև ինքը շատ լավ է։ Քիչ եկավ մեր ալուրը, հիմա էլ մի քիչ ավելացնենք, էսի արդեն նորմալ կլինի։ Ալուրը 400 գրամից մի քիչ ավել եք լցնում, ինքը արդեն դառնում է լավ խմոր հեսա կլինի։ Հետո թողում ենք մի ժամ, պիշիվոյ պլյոնկով փակում ենք, թողում ենք մի ժամ, ինքը դառնում է լավ հացի խմոր։ Ստանոքի պես է էլի աշխատում։ Արդեն խմորը դառավ խմոր։ Մեր խմորը արդեն պատրաստ է։ Всё, այսի թողում ենք ստե մի ժամ։ Մենք հիմա այսի պիշիվոյով փակում ենք։ Թողում ենք մի ժամի չափ, որ ինքը լրիվ ասունանա, ու մենք անցնենք մյուս փուլին, գնացինք։ Ժողովուրդ ջան, անցնենք արդեն բուն թեմային։ Արդեն նախորդ մենք մեր սիսերը ստեղ թրջել ենք, որտեղ սիսերը մեզ պետք է, հիմա արդեն անցնենք մսի կտրտելուն։ Մեզ մեծ չափսեր պետք չեն մսերը, փոքր, այսպես չափսեր ավ։ Մեր միսը կտրտեցինք, հիմա անցնենք կարտոշկին։ Կարտոշկին էլ այսպես ենք կտրում։ Եվ այսպես։ Մեր ճաշի անունն էլ փիթի է։
ովքեր լա գիտի ինչ համով բան է։ Ինքը вообще պատրաստում են գարան մսով, բայց քանի որ գարան միսի այդքան սիրահար չենք, տավարի մսով ենք անում։ Կտրում, որով մեծը տրտում սոխնել այսենց կլոր է անում սոխնել այստեղ տնենք ենք անում, տնավարի էլի Այսի լավ կտոր չեր Հիմա պերեստ ենք կտրում Այսիքն ասում ես պեչի Այսինց ենք անում Հանեցինք Ինչ անուշ հոտ ունի ես պերեցը Մի հատ էլ այս երկարից ենք կտրում Անցանք պամիդորին Պամիդորն է կլոր Պամիդորը համով է այդ ճաշի մեջ էլի Պամիդորը ինչքան կարեք շատ արեք Всё, մեր կանանչին էլ կտրենք ու մեկ էլ սխտոր ենք գցում 4, 5, 6 կտոր
Մնացածը մեզ պետք չի։ Դավայ։ Սխտորն է, մանր այսպես մի հատ տեղում ենք։ Մի հատ էլ այսպես մեջտեղից։ Սխտորը լցնում ենք այս կանանչի հետ։ Ժողովուրդ ջան, հիմա արդեն պետք է զապրավկա անենք այստեղ, այսպես կավե ամանների մեջ, ու իրան դնում ենք դուխովկեն, ու ինքը շատ համով բանա լինում։ Հիմա հերթով մենք սկսենք պրոցեսը։ Սկզբից դնում ենք պամիդորը, խաշնամեն ոնց ենք անում, այդ նույն ձևի, պրոստը ստեղ արդեն սիսերն էլ իր դերը ունի։ Այսպես տակն ենք մի քիչ սիսեր տալի, հետո համեմունքներն ենք լցնում, ստեղ չորացրած կանանչի է, տարբեր համեմունքներ է, էտել ենք տալի ու աղ հերթականությունով, հետո մենք միսն ենք դնում, այսենց կարտոշկեն ենք դնում, այսենց էլի ենք միս դնում, նորից համեմունքներ, նորից մեր սիսերը, ստեղ պերեցն ենք դնում, այս պերեցից, այս մի պերեցից, պամիդոր նորից, սոխ ենք նորից տալի, իրան մի հատ այսենց սեղմում ենք, ուջուր միս, կարտոշկա, այսենց, սիսերը վերևից նորից, աղ, ու մեր սխտորով, այսենց սխտորով խառնած, այսենց ենք անում, ու այսենց տեղավորում ենք այս մեջտեղը, ու ջրի տեղը օգտագործում ենք պիվա, կարելի է միկում անել, մի հատ բաժակ ինձ տվեք օպերատոր ջան, մինչև լցնելը շատ չեմ խմում պուջուր, լավն է, ու այսենց սիրուն լցնում ենք, նայում ենք, որ շատ չլցվի, որովհետև ինքը ջուր տալու է, համմսից է տալու, всё, փակում ենք իրան, անցնում ենք մյուսին, մյուսն էլ ենք անում, նոր հետո իրան դնում ենք դուխովկա, այսպես դրվում է այստեղ, անցանք մյուսին, նորից նույն ձևի պամիդոր, սոխ, միսիկները, կարտոշկեքը, սերը, աղը, գնացինք պերեց,
դնում վերևը։ Նորից բիվեն։ Օպա։ Շատ չենք տալի բիվեն։ Նորից փակում ենք։ Սա էլ ենք փակում դնում ենք կողմ, վերցնում ենք, այս մեկը, էսի մի քիչ մեծոտ է, ստեղ արդեն լավ կտեղավորենք սաղ։ Դեր կգա ես, նույն ձևի, ստեղ արդեն կարելի է այսենց, մի բարել տանք, սյուրը, հավեսով տնական հատ դրով հավեսով սարքում եք ժողովուրդ ջան սոխել մի այսենց այսել այսենց նորից բիվեն ինքը արդեն պատրաստ է գնա էֆելու վсё գնաց մենք իրան կհանենք կես ժամից մի ժամից հետո էլի գործողություն ունենք անելու իր հետ այսքանը սպասեք հələ նայենք մեր խմորը ինչա դառը հələ ստեղ նայեք ժողովուրդ ջան խմորը ոնց է բարձած արդեն Սա մի քիչ սպասենք իրան ու հետո արդեն անցնենք մյուս փուլին Ձուն էլ պատրաստ ենք արդեն սա պատրաստ է Всё Ես էլ պատրաստ Ջան համմայրի արդեն պատրաստ է ինքը հիմա անցնում ենք մյուս փուլին մյուս փուլը ինչա այս մեր խմորով էլ նայեք ինչ լավ խմոր է փակում ենք իր երեսը այսպես ենք անում այսպես չեմ Cât avem așa antică, Iran. Să încă Love. Mamına takılacağım. Այսից ու թագում ենք։ Всё։ Թողում ենք մի 30 րոպե ու всё, պատրաստ է։ Անտիր։ Հիմա է սա կտրում ենք։ Ինչ հացավ
Չկարքին հացադար է։ Վայ չուտողին սարքեք ժողովուրդ ջան, շատ համով բան է, ընտիր։ Այսպես ենք անում։ Քիչ այսպես բացում ենք իրան։ Միսիկ ենք դնում։ Հիմա փորձում ենք ընտիր այս խմորով ջուրը հիմա մյուսներն ենք բացում։ Վայ, հաջորդը։ Բոլորին բարի ախորժակ։ Երեխեք արեք։